պարոն Ավինյանը քաղաքացիների հետ հանդիպում չունի, այսինքն հանդիպում չունի, ընտրություններից առաջ եկավ տնետուն մտավ, սաղի հետ հանդիպեց, այդ վաղտ կարար ինքը հանդիպում ունենար, իսկ հիմա եկել է հասել է այն գեզակետին, այն գագաթնակետին, որ պետք է ինքը իր խոստումն անի, ասեք կանենք, ուր է այդ խոստումը, տարի 8 ամիս արդեն, տարի 9, արդեն երկրորդ տարին է ոլորում, ուր է իր խոստումը, փուչիկ էր իր ասածները, ուրեմն ինքը այդքան մարդ չի, այդքան են, որ ասում է, մարդ տեսակ չի, որ իր խոստումը չկատարեց, իր ասածը չկատարեց, որովհետև ամեն վարքյան ինքը լավ գիտի, ասում է, անմարդկայինն է, անշնչելի, ստեղ ոնց եք ապրում, ժողովուրդ, խոստանում եմ տարի ու կեսվա մեջ, 10 օրվա մեջ մեր թղթաբանությունը 2 շենքերի հավաքեցին, ուղարկեցին քաղաքապետարան և հոդս տնտեցին, բոլորը հոդս տնտեցին, ուր են, ախր չէ որ ամեն վարքյան մեր կյանքը վտանգի տակ է։ Ձեր Առողջությունն էլ են, որ ասում են, ես այս պահի դրությամբ լրիվ ծնկներից թուլացած եմ, հազիվ եմ քայլում, հազիվ եմ կայնում, բայց քանի տարեկան եմ, տարիքսել են, չի, որ ասում եմ, ջահել կնիկ եմ, բայց արդեն ոտերս չեմ կարում գցեմ առաջ։ Զինվոր եմ ուղարկել սահման, որ սահմանը խաղաղ պայմաններում պահի ու այսօրվա դրությամբ իր ընտանիքի ու մնացած այն որ ասում հարևանության որտեղ մեծացել է այդ երեխեն վտանգված է։ Ինչ առաջ մուտք գործեցիք քաղաքապետարան, ոչ մի արձագանք չէ։ Ոչ մի դրա համար է ճանապարհը փակել ենք։ Իսկ ոստիկաններն էլ այնց արեցին, որ այսքան մեքենա չգա, խի, ինչի համար։ Մարդ չենք մենք։ Ակնկալում ենք, որ գոնե իրանցից մեկը իջնի, մեզի հստակ պատասխան տա, օրենքով թուղթ ցույց տա, որ այս ինչ օրը մենք ձեզ խոսքի տարանում ենք։ Եկան, ինչ եկան, մրջունի պես եկան լցման, իրանցից պետք է վախենամ, Պահեք ժողովուրդ, պահեք, մեկը փորձվի ճանապարհ, պահեք, ժողովուրդ, Ձեր համար չեն